Շամշյան.com-ը տեղեկացնում է, որ 3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել էր ոստիկանների, քննիչների և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հայտնում է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ պարզվել է երեխայի հոր հետ մի քանի օր շարունակ բացատրական աշխատանքներ են իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները և արդեն նոյեմբերի 3-ին նրանց հաջողվում է հասնել նրան, որ հայրը խոստովանում է, որ ինքն է երեխային կյանքից զրկել և որտեղ է օրեր շարունակ երեխայի մարմինը պահել, տարբեր հատվածներում թաքցրել ու արդեն փրկարարները տեղեկությունը փոխանցում են իրենց վերադասին և անմիջապես գործի են լցվում ոստիկանները, փրկարարները, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու քննիչները և հոր մատնանշած վայրում հայտնաբերում են երեխայի մարմինը։ Ձապաթաղ գյուղում արձանագրված 3-ամյա Տիգրանի ողբերգական դեպքը դեռևս շարունակում է մնալ հանրային և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Դեպքի բոլոր մանրամասները դեռ ուսումնասիրվում են, իսկ հասարակությունը փորձում է հասկանալ ինչպես հնարավոր եղավ, որ նման ծանր հանցագործություն տեղի ունենա Խաղաղ գյուղում, այն էլ ընտանիքի ներսում։ Հայրն ասել է, որ հանցագործությունն իրականացել է խեղդամահ անելու միջոցով և պատմել է, թե որտեղ է թաքցրել երեխայի մարմինը։ Ներքին գործերի նախարարը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երեխայի մահվան մեջ կասկածվում է հենց հայրը։ Նրա խոսքով նախնական տվյալներով երկու եղբայրները տնից դուրս են եկել և ճանապարհին հանդիպել հորը, այդ պահին էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Նախարարը շեշտել է, որ դեպքին նախորդել են որոշակի ընտանեկան լարվածություններ, սակայն դեպքի կոնկրետ շարժառիթը դեռ պարզ չէ։ Նախարարն ընդգծել է նաև, որ դեպքը մանրակրկիտ ուսումնասիրվում է, իսկ երեխայի եղբայրները, հատկապես ավագը, ով որոշակի առողջական խնդիրներ ունի, ստացել են հոգեբանական աջակցություն, որպեսզի կարողանան ցուցմունք տալ առանց հավելյալ սթրեսի։ Քննությունը փորձում է պարզել, արդյոք ընտանիքի նկատմամբ սոցիալական ծառայությունները ժամանակին և պատշաճ կերպով են արձագանքել։ Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով ընտանիքը գտնվում էր պետության ուշադրության կենտրոնում, պարբերաբար ստանում էր նպաստ և ենթարկվել էր կարիքի գնահատման։ Սակայն Գեղարքունիքի մարզպետարանում այս պահին քննարկվում է նաև, արդյոք այդ աշխատանքները եղել են բավարար և արդյոք հնարավոր էր կանխել ողբերգությունը։ Մինչև այժմ հայտնի է, որ մայրը հարցաքննվել է, երեխաները տեղափոխվել են հոգեբանական և սոցիալական աջակցություն ստանալու նպատակով։ Մայրն ըստ պաշտոնական աղբյուրների չի ընդդիմացել այդ որոշմանը և համաձայնել է, որ երեխաները որոշ ժամանակ մնան ապահով միջավայրում։ Այս պատմությունը կրկին բարձրացնում է հանրային լուրջ հարցադրումներ։ Արդյոք պետությունն ունի բավարար վերահսկողություն այն ընտանիքների նկատմամբ, որոնք գտնվում են ռիսկային խմբում։ Ինչպես է հնարավոր, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը շարունակել է ապրել երեխաների հետ առանց մասնագիտական մշտական վերահսկողության, և վերջապես ինչպես կարելի էր կանխել նման դեպքերը, երբ վտանգը գալիս է հենց ընտանիքի ներսից։ Այսօր Ձապաթաղը դեռ լիովին չի հասկացել տեղի ունեցածի մասշտաբը։ Մարդիկ դեռ չեն հավատում, որ այս փոքրիկ, լուռ գյուղում կարող էր նման ողբերգություն տեղի ունենալ, բայց փաստերը վկայում են, երբ հասարակությունը, պետությունը և հարևանները ժամանակին չեն արձագանքում, հետևանքը կարող է լինել անդառնալի։ Երբ Տիգրանի մահվան փաստը հաստատվեց, Ձապաթաղ գյուղում սկսվեց աննկարագրելի լռություն։ Գյուղի փողոցները դատարկ էին, մարդիկ շփոթված ու մեղավոր հայացքով։ Ոչ ոք չէր կարողանում բարձրաձայն խոսել, բայց բոլորը գիտեին՝ կյանքը նախկինն այլևս չի լինի։ Հենց այդ օրերին Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները գյուղ գնացին։ Տունը, որտեղ ապրում էր ընտանիքը, ըստ մասնագետների, գտնվում էր անմխիթար վիճակում՝ խոնավ պատեր, կիսափակ պատուհաններ, ոչ բավարար ջեռուցում և տարրական հիգիենայի բացակայություն։ Այնտեղ երեխաների մնալն արդեն իսկ վտանգավոր էր։ Մարզպետարանի գլխավոր մասնագետը պատմել էր, որ այցելել են ընտանիքին, զրուցել մայրիկի հետ։ Կինը լուռ էր, գունատ և հոգնած։ Երբ նրան հարցրել են՝ ինչ եք պատրաստվում անել, պատասխանել է՝ չեմ ուզում տանեն, թող երեխաներս իմ մոտ մնան։ Բայց մասնագետները բացատրել են՝ այս պահին երեխաները պետք է ապահով միջավայրում լինեն։ Քո ցանկությունն է, բայց այդ միջավայրում մնալը նրանց համար վտանգավոր է։
Երկար զրույցից հետո մայրը համաձայնվել է, նա ինքն է ուղեկցել երեխաներին հով, կենտրոնի դարպասներ, լուռ, առանց արտասուքի, բայց ներքին հույզերով։ Նա որոշել է հեռանալ գյուղից, գնալ իր հորական տուն։ Գյուղում մնալն այլևս անհնար էր։ Ոչ միայն ցավն էր անտանելի, այլև մարդկանց խոսակցությունները։ Շատերը քննադատում էին, ոմանք խղճում, մյուսները մեղադրում։ Սակայն կինը ըստ Գալոյանի որևէ ագրեսիա կամ անտարբերություն չէր ցուցաբերում։ Նա ընդունել էր իր կյանքի ամենածանր փաստը՝ որդու կորուստը և ամուսնու մարդասպան դառնալու ճշմարտությունը։ Երեխաները տեղափոխվեցին հով, նրանք տարբեր հոգեբանական վիճակում էին։ Ավագ աղջիկը դեռ փորձում էր հասկանալ ինչ է տեղի ունեցել, փոքրերը լուռ էին, նրանցից մեկը հաշմանդամության կարգով երեխա արձագանք չէր տալիս ոչ մի հարցի, մասնագետների խոսքով նա սառած էր առանց խոսքի, առանց հույզերի։ Հիմա հովում հոգեբաններն աշխատում են նրանց հետ, փորձելով աստիճանաբար մեղմել վախերն ու լարվածությունը։ Այդ կենտրոնում երեխաները կստանան բժշկական հսկողություն, հոգեբանական աջակցություն և սոցիալական ծառայությունների մշտական վերահսկում։ Մասնագետները նշում են, որ հատկապես չխոսող երեխայի հետ երկարատև աշխատանք է սպասվում։ Եթե հաջողվի, հնարավոր է, որ նա աստիճանաբար խոսի։ Ծափաթաղում ամեն ինչ փոխվել է, մարդիկ սկսեցին ավելի հաճախ նայել միմյանց աչքերի մեջ։ Շատերը խոստովանում են, որ վաղուց էին նկատել ընտանիքում խնդիրներ կան, բայց ոչ ոք չմոտեցավ, չհարցրեց, չզանգեց ծառայություններին։ Այժմ բոլորն են հասկանում, եթե ժամանակին ինչ-որ մեկն արձագանքեր, փոքրիկ Տիգրանը գուցե այսօր ողջ լիներ։ Այս դեպքը բացեց այն վերքը, որի մասին երկար տարիներ լռում էին հոգեկան հիվանդություններ, ընտանեկան բռնություն, անտարբերություն և սոցիալական համակարգի թերացումներ։ Եվ եթե այս անգամ միայն մեկ երեխա կորավ, ապա դասը, որ պետք է քաղվի, պետք է փրկի մյուսներին։ Գյուղը լուռ է մնում։ Տիգրանի անունը դարձել է խորհրդանիշ չտեսնելու, չխառնվելու և ուշ ափսոսանալու։ Իսկ նրանց մայրը մենակ կանգնած է նոր իրականության առջև։ Նա պետք է սովորի ապրել մի կյանքով, որտեղ ամեն օր հիշեցնելու է իր կորստի մասին։